Պարոն Առաքելյան, պատիվ ունեմ խմբակցությունը հեղինակել էր հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի առթիվ ազգային ժողովի հայտարարության նախագիծ, որ չընդունվեց։ Նույն խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ասաց, որ նախորդ Հոբելյաններին օրինակ մեր զորախումբը քայլել է Կարմիր հրապարակում եւ քանի որ այս տարի չի քայլել, ապա նման հայտարարություն ընդունելը յուրօրինակ կոմպենսացիա կլիներ։ Մենք ինչ ենք հասկանում այս հայտարարությունից, այս խոսքերից։ Ճիշտն ասած, ցավալի է, որ այս իրադարձությունը ընդհանրապես երկրորդ համաշխարհային պատերազմի հետ կապված այդ իրադարձությունը փորձում են այդ քաղաքական ուժերը ներքաղաքական շահարկման առարկա դարձնել։ Իհարկե հասկանալի է դրա նպատակը հետևյալն է, որ հերթական անգամ ցույց տան ռուսական կողմին, որ տեսեք մենք ինչ որ երկրորդ համաշխարհային պատերազմի կամ հայրենական մեծ պատերազմի հետ կապված քայլեր ենք անում, բայց իշխանությունը մերժում է։ Սա իրականության մեջ, եթե մի փոքր ավելի խորանանք, այդքան էլ իրենց օգտին չի խոսում, քանի որ ավելի խորը վերլուծություններ անողները կհասկանան, որ իսկապես այս երևույթը քաղաքական շահարկման ուրեմն ենթատեքստ ունի, առավել եւս, որ նախկինում նման պրակտիկաներ չեն եղել։ Տիգրան Աբրահամյանը պատիվ ունեմ խմբակցությունից նաև ասում էր, որ այս հայտարարությունը չընդունելով քաղաքացիական պայմանագիրը գծեց Ռուսաստանի դեմ այդ ունեցած վերաբերմունքը, հա, այսինքն։ Տեսեք, այնպիսի տպավորություն է, որ երկրորդ համաշխարհային պատերազմում միայն Ռուսաստանն է ուրեմն մասնակցել, երկրորդ համաշխարհային պատերազմում հայ ժողովուրդը մեծ ավանդ է ունեցել, շուրջ 600,000 հայրենիներ մասնակցել են այդ պատերազմին եւ դրա ուղիղ կեսը հետ չի վերադարձել եւ այստեղ պետք չի էլի երկրորդ համաշխարհային պատերազմը դիտարկել այդ տեսանկյունից, առավել եւս մենք գիտենք, որ այդ նույն երբ որ Արցախում պղծվում են երկրորդ համաշխարհային պատերազմի ու տվյալ դեպքում հայրենական պատերազմի հայ մասնակիցների հուշարձանները, ապա կարծեք թե Ռուսաստանից հայտարարություններ կամ դատապարտող այսպես կոչեր չէին արվում եւ հետեւաբար այս խնդիրը դարձնել նման ներքաղաքական ուրեմն գործընթացների կամ շահարկումների առարկա, ես կարծում եմ դա նախ եւ առաջ պատիվ չի բերում այդ նույն անուն խմբակցությանը։ Բայց հիմա այսինքն պատիվ ունեմը ինչ է ուզում ցույց տալ այս հայտարարությամբ, որ Հայաստանը այսպես դեմ է, հա, Ռուսաստանին կամ ինչ որ այսպես լարվածություն են փորձում ունեցնել, որ ներքաղաքական իրադարձությունների այդպես փոփոխություններ առաջացնեն։ Ես չեմ կարծում դա հերթական անգամ ռուսներին հաճոյանալու փորձ էր, ընդ որում չհաջողված փորձ էր։ Մեծ առումով երբ որ դուք երկրորդ, եթե չեմ սխալվում, այդ հայտարարությունը վերաբերում էր հայրենական մեծ պատերազմին ու երբ որ դուք երկրորդ համաշխարհային պատերազմից միայն շեշտադրում եք, այսինքն 1941 թվականից սկսված, հա, սովետական միության ներգրավումը այդ պատերազմում, ապա հարց է առաջանում այդ դեպքում նախորդ 2 տարիները, երբ որ իսկապես նացիստական Գերմանիան սկսեց երկրորդ համաշխարհային պատերազմը, ապա մյուս 2 տարիների հետ կապված ինչ ենք անելու, մենք գիտենք շեշտադրվում է նաև հայ ժողովրդի մասնակցությունը, մենք գիտենք, որ հայ ժողովուրդը այդ պատերազմին մասնակցել է այդ պատերազմը սկսվելու առաջին իսկ օրվանից եւ ոչ միայն 1941 թվականից, սա չի նշանակում, որ մենք անտեսում ենք ուրեմն հայ ժողովրդի այն հատվածին, ով դեռևս 1939 թվականից մասնակցել է այդ պատերազմին ընդդեմ նացիստական Գերմանիայի, տարբեր երկրների բանակների կազմում կլինի ուրեմն ամերիկյան, ֆրանսիական, մեծ բրիտանական, կանադական եւ այլն։ Եվ հետեւաբար այս տեսանկյունից էլ թերի է այդ առաջարկը ու մյուս կողմից էլ երբ որ խոսում ենք նույն այդ նացիզմի ու ֆաշիզմի դեմ պայքարում, ապա այդ ֆաշիզմը մարդկության վրա հարձակվել է հենց պատերազմի համատեքստում հենց 1939 թվականին եւ այդ մինչեւ 41 թվականը այդ 2 տարիները մոռանալը ես կարծում եմ արդարացնել նաեւ նացիզմի այդ ժամանակահատվածը, որը մեծ առումով այդ նախաձեռնությունը անողների օգտին չի խոսում։
Պարոն Առաքելյան, նաև Սերժ Սարգսյանի գրասենյակը այսպես հրապարակել է այն ուղերձները, որոնք իրենք համարում են կարևոր, կարևոր ինչ-որ շեշտադրումներ, այդ շեշտադրումներից օրինակ գրված է հնազանդվել, թե պայքարել, այսօր մենք կանգնած ենք այդ ընտրության առաջ, ինչպես նաև նշվում է, որ մայիսյան հերոսամարտերից ավելի քան 1 դար անց յուրաքանչյուրիս ընտրությունն է լինել արժանի, թե արժանանալ նզովքի եւ հաղթանակը տրվում է արժանիներին, այսինքն այս ուղերձներով այսպես ընդդիմադիրները նորից ինչ-որ պատերազմի կոչ են անում, եթե հաղթանակը տրվում է արժանիներին, Հայաստանը պետք է ներքաշվի պատերազմի մեջ։ Տեսեք, դա էլի պրիմիտիվ եւ այսպես վտանգավոր հայտարարություններ են։ Մայիսի 28-ն է եւ Հանրապետության տոնը, օրը, մեր անկախության վերականգնման օրը, եւ այդ օրերին, երբ որ Հայաստանը կռվում էր թուրքական զորքերի դեմ եւ այդ հաղթական մարտերից հետո Հայաստանը վերագտավ էլի իր անկախությունը, դա է մեր համար հայրենական պատերազմը եւ այստեղ էլ զուտ մտածողության առումով այդ տեսեք մի կողմից իրենք առաջարկում են այդ հայտարարությունը ազգային ժողովում, իսկ մյուս կողմից անդրադառնում են մայիսի 28-ի խորհրդին, մոռանալով, որ հենց հայրենական պատերազմը դա է, քանի որ հենց այդ մարտերում էր որոշվեցին Հայաստանի Հանրապետության լինել չլինելիության հարցը եւ այդ պատերազմի արդյունքով էր, որ այսօր նաեւ մենք ունենք Հայաստանի անկախ հանրապետություն։ Այո, հայ ժողովուրդը երբեք չի ուրեմն հնազանդվել, երբ խոսքը գնում է իր ինքնիշխանության եւ անկախության նսեմացման մասին եւ դա էր պատճառը, որ 2018 թվականին հայ ժողովուրդը ոտքի կանգնեց եւ հեղափոխություն իրականացրեց, քանի որ այն իշխանությունը, որ մինչ այդ գոյություն ուներ 2 տասնամյակների ընթացքում, այդ իշխանությունը Հայաստանը տարել էր իր ինքնիշխանության եւ անկախության ուրեմն կորստի ճանապարհով եւ այո, Հայաստանը, այսպես ասենք, 5 պակաս էր իր ինքնիշխանությունը եւ անկախությունը կորցնելուն, քանի որ Հայաստանը գտնվում էր ուրեմն կոռուպցիայի ապօրինությունների թալանի մի ամբողջ 2 տասնամյակների ժամանակահատվածում, որտեղ այդ իշխանավորները մտածում են բացառապես իրենց ունեցվածքի, իրենց անձնական շահի, իրենց իշխանությունը պահելու մասին, իսկ դա անելու համար նրանք մշտապես պատրաստ են եղել եւ գործնականում էլ նրանք զիջել են Հայաստանի անկախության տարբեր բաղադրիչները ուրեմն արտաքին ուժերին եւ սրա մասին պետք է խոսել, ոչ թե միջնադարյան ոճով տեքստեր, ուրեմն տեքստեր հրապարակել եւ այսպես ենթատեքստում պատերազմի կոչեր անել։ Այս խոսքերը, հայտարարությունները հնչող, ինչպես նաև այժմ ներկայացված այդ նախագիծը, սրանից կարող է Ադրբեջանն օգտվել եւ այս պարագայում Հայաստանի քայլերը, որը պետք է լինեն։ Գիտեք, ես չեմ կարծում, որ այս նման հայտարարություններին նույնիսկ դրսում լուրջ կվերաբերվեն, ես նույնիսկ համոզված եմ, որ այդ հայտարարություններին, օրինակ ազգային ժողովի այդ նախաձեռնությանը կարծում եմ, որ նույնիսկ Ռուսաստանում լուրջ չեն վերաբերվի եւ սա այս խմբակների, այսպես ասենք, հերթական անգամ այդ խմբակների կողմից Ռուսաստանի ստրկական հավատարմության կոչի դրսևորում էր։